Բրազիլիայում պաշտոնից ազատվեց գյուղատնտեսության նախարարության բարձր պաշտոնյա։ Գիտեք ինչ պատճառով։ Խնդալներդ կգա։ Ճեպազրույց էր տվել ու գյուղատնտեսության մասին հարցերը անտեսելով պատասխանել էր միայն քաղաքական հարցերի։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ոլորտում կատաստրոֆիկ վիճակ է։ Կարկտահարված ու բերք կորցրած գյուղեր, չարտահանվող կոնյակ, սահմանին կուտակված բեռնատարեր։ Ճեպազրույց է տալիս ու խոսում հոգևորականների կուսակրոնությունից։ Իսկ կառավարության նիստում ոչ թե բարձրացնում է իր ոլորտի հարցերը, այլ խոսում է Վարդան Օսկանյանի կնոջ հիմնադրամին տրված մանկապարտեզից։ Ասում է 2000 երեխա չի կարողացել հաճախել մանկապարտեզ, քանի որ եւ այլն։ Ինչ որ բաներ։ Իսկ քանի երեխա է սոված մնացել Պապոյան, որովհետև կոնյակի արտահանումը դու ձախողել ես։ Մարդիկ վարկերի տակ ճոռում են, տակ են տալիս, բիզնեսն են փոքրացնում, աշխատատեղեր են կրճատում։ Քանի որ ձեր պարտականությունները բացարձակ չեք կատարում, դրա համար էլ ժամանակ ունեք ամեն ինչով զբաղվելու, մանկապարտեզի հետ հարցերով, քեռակնով, հոգևորականներով։ Մենք ձեզ վարձել ենք, որ աշխատեք, դուք գալաջի եք անում։ Դու պահանջում ես, որ էկոնոմիկայի նախարարը հստակ պատասխանի, երբ է քո բեռը անցնելու սահմանը, էկոնոմիկայի նախարարն ասում է, կաթողիկոս պատասխանի, երեխա ունես, թե